Նիկոլ Փաշինյանի մասով ասեմ, որ տեսնում եք այստեղ Լուսինե երկորյակի կենթանակերպում, երկորյակի ինչ է, տհաճ խոսակցնել, Լուսինը առանց ընթացքի է դիտարկում ենք մի քանի ժամ առաջ, մի քանի ժամ հետո, դրա համար էլ այդ տհաճ խոսակցությունները, խնդրեմ, ամսի 18-ի արդեն երեկոյան ժամերին նոր իրավիճակը կամաց հանգստանում է, բայց եկեք տեսեք ողջ օրը, ամբողջ օրը նյարդային լարվածության պայմաններում նա աշխատել է, նա հանդիպել է մարդկանց հետ եւ արդյունքը դա է։ Ես կարծում եմ, որ աստղաբաններ չկան նրան ցուցումներ տվող, նրա արևը գտնում է երկորյակում Մերկուրու հետ, նա ավելի շատ ինտելեկտուալ, այդպես փաստագրված ինֆորմացիային է հետևում։ Եվ այսպիսով ես փորձեմ տալ հունիս ամսվա կանխատեսումները, որպեսզի հասկանանք ինչ է սպասվում։ Հունիսը շատ կարևոր է, մայիսի 31-ից լարված նորալուսին է լինելու եւ դրանից հետո արդեն հունիսի 1-ի համար փորձեմ ներկայացնել ձեզ կանխատեսումներ։ Հունիսի 1-ը սկսում է լուսնի դիրքով արդեն նորալուսին, տեսնում եք, փաստորեն ցերեկային ժամերին լուսինը աղեղնավորի կենթանակերպում եւ նույնիսկ առանց ընթացքի ոչ մի կարևոր գործ չեն կատարում, այդ օրը հանգիստ է լինելու, որքան գիտեմ, երկուշաբթի երեխաների հետ կապված, այդ երեխաների պաշտպանության օրն է լինելու, կարևոր գործերը կթողնենք մի քանի օր հետո, այդ օրերը կան, իսկ դուք ամսի 1-ին ուղղակի հպացիկ անցեք։ Հաջորդ օրը հունիսի 2-ին կրկին լարվածություն եւ ահա հենց ամսի 1-ից Մերկուրին արդեն իսկ գտնվում է խեցգետնի կենթանակերպում եւ այստեղ կտրուկ խոսակցություններ, լարվածություն տան անդամների, ղեկավարների եւ նրանք, ովքեր ուժային կառույցներում են աշխատում, նրանք, ովքեր պետական ադմինիստրատիվ համակարգում են, հնարավոր է լուրջ խնդիրներ լինեն, քանի որ այդ օրերը նաև համընկնում են համապետական ընտրության այդ օրերի հետ, ուստի ուշադիր եղեք ղեկավար անձնակազմի հետ ձեր հարաբերություններում։ Հնարավոր է վերջին օրով ասեմ, որ դիմում գրիր եւ ազատվիր աշխատանքից եւ առավելապես այդ գոտում գտնվում են այծեղջուր, խոյ եւ խեցգետին կենթանակերպի ազդեցության տակ ծնվածները։ Անցնենք հաջորդ օր։ Հաջորդ օրը ինչ ենք տեսնում, սիրելի հետևորդներ, կրկին լուսինը այծեղջուրի կենթանակերպում, դեռևս լարվածություն շարունակում է ղեկավարների, տան